Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների համար գլխավոր պատասխանատու եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին վճռով հիմնական դերակատար Ռոբերտ Քոչարյանը փոխանակ Երևան կենտրոն բանտի իր խցում գտնվելու իր սեփական էլիտ պլազայից այսօր սերմանում է թշնամանք, քարոզում պատերազմ եւ փորձում խաթարել Հայաստանի պետականության հիմքերը։ Սա ոչ թե քաղաքական խոսք է, այլ համակարգված հարված մեր սահմանադրական կարգին, արտաքին քաղաքականությանը եւ խաղաղության ռազմավարությանը։ Քոչարյանի հայտարարությունները, որոնցով նա նսեմացնում է Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների նշանակությունը, փաստում են այն, որ հին մտածողությունը, որը 3 տասնամյակ մեր երկիրը պահել է ռուսական վասալության, կախվածության, անվտանգության պատրանքների եւ տնտեսական ճահճի մեջ, փորձ է արվում վերադարձնել։ Այդ ուղին մեզ զրկեց էներգետիկ անկախությունից, ռազմավարական ակտիվներից եւ անգամ պատերազմի ժամանակ մեզ մոլորեցնող հետախուզական տեղեկություններ փոխանցեց։ Վաշինգտոնյան պայմանավորվածությունները հենց այդ փակուղու վերջն են։ Դրանք հիմնված են միջազգային իրավունքի վրա, հարգում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը, վերադարձնում են մեզ արտաքին քաղաքական սուբյեկտայնություն եւ հնարավորություն տալիս կառուցել բազմաբևեռ անվտանգային համակարգ ու տնտեսական զարգացում, առանց մեկ կենտրոնի պարտադրանքի։